Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային այցերը թիմակիցների հետ։ Հերթը Արարատինն է։ Եկել է տեղում լսելու բնակիչներին մտահոգող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները, ներկայացնելու դրանց լուծման իր տեսլականը։ Մեկնարկը Մղչյան գյուղից է։ Ես Աբովյանց եմ 50 տարի ապրել եմ Աբովյանում, ձեզ մոտիկից չեմ տեսել, պարոն Ծառուկյան, այսօր եկել եմ Մղչյան ձեզ։ Պարոն Ծառուկյան, շատ շնորհակալ եմ։ Շատ զգացված եմ։ Մարդիկ այստեղ հիմնականում ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում, գյուղատնտեսական տարին բացվում է, խնդիրները ջրի երես գալիս։ Ոլորտը առողջացնելու ու զարգացնելու համար պրոֆեսիոնալներ են պետք, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյան, համար առաջին խնդիրը գյուղացիների, որ այսօր հողակտորը ստացել է 30 տարի առաջ, ուզում եմ ջերմոց կանտուն սարքի, 4 ամիս տանում բերում են, այդ փողն էլ որ հավաքել է տուն սարքի, ձեռից առնում են։ Ո՞նց են առնում։ Ո՞նց են առնի։ Այդքան կատաստր մուծի, այդքան գծագրի համար մուծի, այսքան էտարը մի 4 ամիս էլ տանում բերում են, այս մարդը փոշմանում է, ասում է թողեմ այդ ամսնից։ Պետք է մարդը տվյալ ոլորտի աշխատող լինի, աշխատած լինի, լիարժեք կապ չունի, որ կուսակցությունից կլինի, այլ որ կարողանա այդ ոլորտը հիմնական մարդու մատից փոշանի։ Ինքը պետք է իրան դնի դիմացինի տեղը, պետք է պատկերացնի, եթե մարդը կարիքի մեջ է դիմա, ոնց պետք է մոտենա։ Բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, իսկ ճանապարհը հստակ է, մարդկանց պետք է տալ աշխատելու հնարավորություն։ Այսօր գյուղացու վիճակը ինչ է, սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Այսօր վարկի տակ էս վեգալա վարկը չի կարող փակի, մյուս վարկը մինչև փակի, ձեռ չի տալի, խաղողի բաղնել է կանդում, մնացածն էլ որտեղ չի կարող ապրի։ Վարկերի տակը երեխեքն էլ թողում գնում են, ճիշտ է թե ոչ։ Ես եկել եմ ստեղ ասելու, որ ամեն ինչ հնարավոր է փոխել։ Մղչյանում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցում Արցախյան պատերազմների ժամանակ անմահացած տղաների հուշարձանի մոտ։ Այստեղ նրան դիմավորում է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի հայրը։ Հայրան քեզ համբերություն։ Պետք է հանրությունը ամբողջ հայ ժողովուրդը հարգի գնահատի, որ հերոս տղա է տվել, որ գոնե խոսքերով թեթևակի ինչ որ պատումը խիթարվեց։ Իմացի ամեն ինչով պատրաստ ենք որպես մարդ, որպես հայ, գնահատելով, հարգելով, այդ ամեն ինչը բարձր բարի։ Արարատի մարզում հաջորդ անակնկալ այցը այգեզարդում է։ Իմ հիմնական ցանկությունը լսել ձեզ եւ իմ տեսակետը մոտեցումը ձեզ ասեմ։ Ասեք ինչ հարցեր ունեք։ Ժողովուրդ ուզում է իմանա, գալիս է պարոն Ծառուկյան ձայն է տալիս, պարոն Ծառուկյանը անցնում է 51%-ով։ Եվ ով է ստեղ լինելու վարչապետը Հայաստանի Հանրապետության։ Կամ պարոն Ծառուկյան, եթե պարոն Ծառուկյանը ստացավ 15.8%, այդ ձայները ինչ է լինելու։ Այդ ձայները 100% ոչ հին ղեկավարներին է գնալու, ոչ էլ այսօրվա իշխողներին։ Այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ, որը կարա մտածի ժողովրդի մասին, իրավիճակի մասին, վարչապետը ոնց որ ընտանիքի հայրը, ցանկացած երեխայի պետք է հավասարաչափ նայի։ Հիմա որ ես անունը ասեմ, թող այդ վաղվա վրա մարդուն վրա գործ հարուցեն։ Մարդկանց հուզող թիվ 1 հարցն այսօր անվտանգությունն է, Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է իր տեսլականը։ Ընտրվելու դեպքում հարևանների հետ ինչ հարաբերությունների մեջ պիտի մնանք։ Պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ ասենք թե հզոր պետությունը կլինի Չինաստանը, Ամերիկան, Ռուսաստանը, որ երաշխավորեն։ Այսօր միայն Ալիևի խոսքով, որ այսօր խաղաղություն է։ Սա սահմաններ մեր հողերի մեջ նստած թելադրում է։ 300,000 ադրբեջանցի ասում է պետք է գա Հայաստանում արևմտյան Ադրբեջանն է։ Սևանը ասում է դա Ադրբեջանինն է։ Արցախի մասին մարդիկ դռները փակ եկել են, իրենք իրենց տներում չեն կարող մնան, բայց ադրբեջանցի 300,000 պետք է գա մնա մեր մոտ։ Ու թեկուզ եթե մեկին նեղացնեն, պետք է ինքը զորքը բերի ու շարի։ Դա խաղաղություն է համարում։ Չնախատեսված կանգառներ են տարբեր համայնքներում։ Վերին արտաշատ այցը սկսվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանին ուղեկցում են 1872 թվականին կառուցված կիսաքանդ Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղի բնակիչները նրան այստեղ էին սպասում։ Ես մեր Ղարաբաղը ժենգյալով հացն է, ես ինքս Ղարաբաղցի եմ։ Պարոն Ծառուկյան, մենք մեծ հույսեր ունենք ձեզ հետ։ Ցանկացած իրականություն է դառնում։ Պետք է միայն միասնական լինենք,
ու ամեն ինչ Աստծո կամոք սաղիրատեղում կլինի։ Ծառուկյանի այցի մասին իմացել ու վերին արտաշատ են հասել նաև հարակից վերին Դվինի ասորի բնակիչները։ Հրավիրում են իրենց հետ նոր տարին, հապ Նիսանը նշելու։ Ժողովուրդն էլ որ գիտի դուք ստեղ եք, Հարևան գյուղում եք։ Այո։ Հավաքված է եւ ուզում է ձեր հետ հանդիպել։ Այսա գա մի բաժակ էլ խմենք, շնորհավոր եմ։ Մի սրտե ձեր բոլորին ողջունում եմ։ Ես շատ ասորի ընկերներ ունեմ, որոնք կարգին ընկերներ, հզոր ընկերներ, մատուկ եկա, ձեզ շնորհավորեմ։ Ասորիները նաև ցանկանում են հատիսի գագաթ բարձրանալ ու մասնակիցը դառնալ Քրիստոսի արձանի կառուցման պատմական իրադարձության։ Ունենք մի հատ խնդրանք, որ ուզում ենք մեր գյուղի երիտասարդներով այցելենք Ատիս լեռը ձեր ուղեկցությունով եւ ունենանք մի փոքր ներդրում մեր կողմից, եթե դա հնարավոր է։ Այսօր քանի որ ես ուրախորով ստեղ եմ, ուրեմն ձեր բոլորին խոստանում եմ, առաջի այցելությունը ասորի ժողովուրդ է տա լինելու։ Ես էլ վերև իրենց դիմավորեմ։ Ես բոլորիդ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք ձեզանից։ Քրիստոսի արձանի։ Մենք էլ կայնած ենք ձեզ։ Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։